Եթե լավ պայմանների տեսանկյունից ենք խոսում, նկատի ունենալով վերանորոգված լինելու հարցը, Աբովյան քրեակատարողական հիմնարկն է, որի բոլոր մասնաշենքերը ներկայիս դրությամբ վերանորոգված են, իսկ վատի առումով բնականաբար կառանձնացնեի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը, որովհետև միայն այդ հիմնարկ մտնելը եւ այդտեղի օդը շնչելը, դա խոշտանգում է անգամ այնտեղ աշխատողների համար եւ այնտեղ այցելող անձանց համար, դա այնտեղ որոշ ոչ բարվոք կդիտարկեի նաեւ կորիս քրեակատարողական հիմնարկի վիճակը, մյուս հիմնարկներում շենքերը պարզապես համեմատաբար կարելի ասել նոր են եւ միգուցե դեռևս չեն հասցրել այդքան անմխիթար դառնալ այնտեղ որևէ մեկին բնակեցնելու համար, բայց թերևս այս դասակարգումը կառանձնացնեի։ Եթե չեմ սխալվում, սրբազաններ են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում են։ Կոնկրետ անձանց տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, բայց իմ դիտարկմամբ անկախ նրանից թե ով է այնտեղ, դա խոշտանգում է այնտեղ գտնվող ցանկացած անձի համար, այդ թվում աշխատողի համար, այնտեղ այդ ազատազրկված անձանց տեսակցության գնացող անձանց համար, որևէ այլ այցելուների համար, մենք ունենք անգամ վիճակ, երբ գոյուղաջրերն էին կաթում, իհարկե ընթացիկ վերանորոգումների արդյունքում դա կարծես թե կարգավորվել էր, այսինքն շենքը ինքնին այլևս պիտանի չէ շահագործման եւ այնտեղ գումար վատնել եւ որևէ կոսմետիկ վերանորոգում անել, անիմաստ ծախս է, որովհետեւ վերանորոգումը անելուց հետո շենքը այսինքն այդ պայմանները իրենց զգացնել են տալիս, այդ վերանորոգումները անգամ երկար չեն դիմանում այդ ներսում ստեղծված իրավիճակին, ներսից այդ պատերը քայքայվում են։